Հայկական սարերից ներքև մի փոքրիկ գյուղ կար, Միջնատուն անունով: Այնտեղ ձմեռը դանդաղ էր իջնում սարերից, ինչպես գոհար տատիկի գործած գորգի փափուկ ծոպերը, իսկ ամառը մեղրի պես հոսում էր ու թափվում էր թթենիների տակ, թողնելով մանուկների շուրթերին կարմիր բծեր: Այստեղ մարդիկ չէին շտապում: Նրանց օրերը հոսում էին, ինչպես գոհար տատի թոնրատան ծխնելույզի ծուխը, դանդաղ, խաղաղ, առանց աղմուկի: Գոհար տատը գյուղում հայտնի հացթուխ էր: Ասում էին, նրա թխած լավաշի բույրը տարածվում էր ամբողջ գյուղով: Երբ բույրը տարածվում էր սար ու ձորով, երեխաները հասկանում էին, ժամանակն է վազել դեպի տատիկի բակը: Բայց գոհար տատը միայն խմոր չէր հունցում, նա հիշողություններ էր հունցում, հուշեր էր թխում թոնրի կրակի մեջ: Նրա թխած լավաշը միայն հաց չէր, այն շունչ ուներ, պատմություն ուներ: Գյուղի երեխաները ամեն առավոտ ոտաբոբիկ վազում էին դեպի տատիկի բակը լավաշ ուտելու ու հերթական պատմությունը լսելու համար: Նրանք իսկապես հավատում էին, որ գոհար տատը բարի կախարդ է և իր կախարդանքով է, որ նրա թխած լավաշը այդքան բուրավետ է, այդքան տաք, ինչպես մայրական գիրկը: Լավաշը միայն հաց չէ, ասում էր նա խմորը հունցելիս, լավաշը մեր ազգի պատմությունն է: Երբ թոնրի կրակը դուրս է գալիս, ես լսում եմ իմ տատիկի աղոթքը, լսում եմ, թե ինչպես է մայրս ասում, թող այս տունը հացի կարոտ չմնա, թոնիրը սրբատեղի է, ամեն հայի տան օրհնությունը: Գոհար տատը պատմում էր, որ հնում լավաշը թխում էին հատկապես կարևոր առիթների համար, մկրտություն, հարսանիք: Նա հիշեցնում էր, որ հացը երբեք գետնին չեն գցում ու եթե ընկնի, առաջինը համբուրում են ու հետո բարձրացնում: Ու ասում են, որ Աստծո հրեշտակը գալիս կանգնում է հացի վրա, մինչև որ այն գետնից վերցնեն: Գյուղերում ասում էին, հացը հացատիրոջ կերպարն ունի: Երեխաները լուռ էին, Նարեկն ու Մանեն միմյանց ձեռքը բռնած նայում էին թոնրից դուրս եկող լավաշին, որը մի պահ փքվեց, ասես շունչ առավ: Գոհար տատը մատով հպվեց լավաշի փորագծին: Տեսեք, սա հողի շունչն է: Այս խմորը պատրաստելիս ես աղ լցրի, ջուր ավելացրի, բայց նաև աղոթք: Աղոթք ձեզ համար, որ երբեք սով չտեսնեք, հացի բուրմունքը երբեք չպակասի ձեր տան կտուրից: Այդ օրը երեխաները սովորական լավաշ չկերան: Նրանք առաջին անգամ զգացին ինչ բան է լավաշը, մոր ձեռքերի ջերմությունը, տան խաղաղությունը, հողի շնորհը: Երբ մայրամուտը իջավ գյուղի վրա, թոնրի ծուխը դեռ խաղում էր օդում: Գոհար տատը նստեց թթենու ծառի տակ, երեխաներին հավաքեց իր շուրջը և ասաց. Այս կյանքում ամեն բան կարող է փոխվել, բայց թոնրի վրա թխած լավաշի բույրը ոչ: Նա միշտ հիշեցնելու է, թե որտեղից եք, ով եք ու ինչ արժեքներ եք կրում ձեր մեջ: